Դե ինչ վերադարձանք եւ երաժշտական, կինոարվեստի հետաքրքիր թեմաներից միանգամից պետք է կտրուկ անցում անենք որոշակի օրենսդրական փոփոխությունների դաշտ եւ իմանանք թե ինչ նորություններ կան այնտեղ, այսպիսով հուլիսի 1-ից ընտանեկան որոշ վեճերով հաշտարարին դիմելը պարտադիր կլինի, ամուսինները ոչ թե դատարան կգնան, այլ հաշտարարին կդիմեն, թե ինչ է սա նշանակում եւ ինչ է տալու հասարակության տարբեր շերտերին, մասնավորապես ընտանիքներին, կիմանանք արդեն մեր հյուրերից։ Իսկ ես ներկայացնեմ հյուրերին։ Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյան, բարի լույս։ Եվ հաշտարարների պալատի խորհրդի նախագահ Վանիկ Մարգարյան։ Բարի լույս եւս մեկ անգամ։ Շնորհակալություն, որ առավոտը սկսում եք մեզ հետ եւ հետաքրքիր է թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել եւ որ դեպքում է պարտադիր դիմել հաշտարարի։ Փոփոխությունները տեղի են ունեցել դեռ 2022 թվականին, եթե անկեղծ լինենք, բայց մի փոքրիկ վերապահումով, որ պարտադիր հաշտարություն ընտանեկան վեճերով կգործի այն պահից, երբ որ 15 հաշտարար կգրանցվեն պարտադիր հաշտարություն իրականացնող հաշտարարների ցանկում, առնվազն 15 հաշտարար եւ արդեն աշխատանքները այնպես են տարվել, որ մենք հստակ կանխատեսում եւ ակնկալիք ունենք, որ հենց հուլիսի 1-ն է այդ օրը լինելու, որովհետեւ թե համակարգ, թե ամեն ինչ պատրաստ է, որպեսզի դա գործարկվի։ Այ որ վեճերի մասին է խոսքը, դրանք մի քանի գործեր են, այսինքն ոչ բոլոր ընտանեկան գործերը, այլ դրանց մի մասը, հիմնական մասը ես անգամ կասեի, ամուսնալուծություն, երեխայի բնակության վայրի որոշում, երեխայի հետ տեսակցության կարգի որոշում, կրթության դաստիարակության հարցերը, ամուսինների միջև գույքային վեճերը ու ամուսնական պայմանագրի հետ կապված վեճերը։ Սա ամենատարածված վեճերն են, կարծում եմ, ընտանեկան վեճերի։ Եվ կարծես սրանք հենց այն գործերն են, որոնք որ սովորաբար դատարանով էլ որոշվում էին։ Այո, բոլոր վեճերն էլ իրականում դատարանով որոշվում են, բայց եթե ուշադիր նայենք, սրանք այն վեճերն են, որտեղ հենց կողմերը կարող են իրենք համաձայնության գալ, այսինքն պետք չի, որ պետությունը միջամտի հարկադրաբար որևէ գործողություն իրականացնի, որ երկու ծնող հասկանան, թե ինչ կարգով պետք է երեխայի հետ տեսակցությունները սահմանվի, ով պետք է ծնողներից լավ որոշի, թե ինչ կարգ է լավ իրենց երեխայի համար, չէ՞ վերջապես։ Արդյոք այդտեղ պաշտպանված կլինեն բոլոր կողմերի իրավունքները, որովհետև դատարանը մեծ հաշվով հենց այդ իրավունքների բալանսավորման եւ պաշտպանության հարցն է լուծում։ Մենք կարգախոս ունենք, որ հաշտարարությամբ հաղթում են բոլոր կողմերը, ուստի այո, բոլոր կողմերն էլ այդպես պաշտպանված կլինեն, վերջապես հաշտարարությունը նույնպես իրականացվում է օրենքի շրջանակներում։ Իսկ ով է որոշում պետության միջամտությունը կարիք կա թե չկա։ Ինչպես նշվեց, այն վեճերը, որտեղ հաշտարարության եւ հաշտության հավանականությունը մեծ է, տրամաբանությամբ են ընտրվել, օրինակ կան վեճեր, որ ոնցով չի գործի պարտադիր հաշտարարությունը, պատկերացրեք ծնողական իրավունքների սահմանափակման, զրկման կամ որդեգրման հետ կապված հարցերը տրամաբանական է, որ այդտեղ հաշտարարության հարց չի առաջանա, որովհետեւ տեղ արդեն պետությունը ինքը օրենքով պետք է միջամտի եւ օրինակ ոչ պատշաճ իր ծնողական պարտականություն կատարող ծնողին զրկի կամ սահմանափակի իրավունքներից դատարանը, իսկ այս գործերը կարծում բացարձակ մեծամասնություն են մեր դատական համակարգում, որոնք եղել են ու ընդ որում ասեմ, որ հաշտարարությունը շուրջ 10 տարի արդեն կա, ոչ պարտադիր իհարկե, եւ նաեւ մեր փաստաբանները անկախ ֆորմալ հաշտարարությունից եւ հաշտարարների գրավելուց այս տիպի վեճերով շատ հաճախ փորձում են հաշտության գալ եւ նաեւ բավականին շատ լինում են հաշտություններ։ Հիմա ուղղակի որպեսզի չծանրաբեռնվի դատական համակարգը, այսինքն չգնա դատարան հետո քննարկեն հաշտությունը, իսկ այդ գործերով շատ են հենց դատական գործը սկսելուց հետո նաեւ քննարկում հաշտությունը։ Ես ինքս օրինակ գույքային վեճերով եմ զբաղվում, ընտանեկան ունեցել ենք եւ գրեթե բոլոր վեճերը, որոնք դատարանում են եղել, հաշտությամբ են ավարտվել իրականում, ինչի որովհետև օրենսդրությունը այդ հարցը օրինակ շատ հստակ է, եթե ամուսնության գրանցումից հետո ձեռք է բերվում գույք, հա, շատ հաճախ վեճ առաջանում սեփականության վկայական օրինակ ամուսնու, հա, ամուսնուց մեկի անվամբ է, բայց օրենքի ուժով անկախ գրանցումից երկուսինն է։ Եվ հիմնականում այդ վեճերն են լինում դատարանում ճանաչել են իրավունքը, որ օրենքով արդեն կա, բաժանել գույքը, բաժանելու անհնարինության դեպքում աճուրդով ծախել, վաճառել, այսինքն սա ստիպում է, որպեսզի կողմերը հաշտվեն, որտեղ ավելի ձեռնտու է։ Եվ այս տիպի վեճերը եւ նաեւ մյուս նշված վեճերը կարծում եմ շատ բարձր հավանականություն կա հաշտվելու, իսկ հաշտարը որոշում կայացնող չի, այսինքն այդտեղ ռիսկ չկա, որ կողմերի իրավունքները կարող են խախտվել։ Ցանկալի է, որ կողմերը նաեւ փաստաբաններով ներկա լինեն։
որոնք որ կբալանսավորեն նաև իրենց իրավունքները եւ հաշտարիտերը հենց փորձել թե առանձին հանդիպումների միջոցով թե ընդհանուր այնպես լուծման գալ, որը թե բխի օրենքից, թե կողմերի իրավունքները բալանսավորեն։ Այս գործընթացի մեջ պարբերաբար նշվում է գործոնը, որ դատարանները կբեռնաթափվեն, այս գործերը կանցնի արդեն հաշտարարի դաշտ եւ ավելի լավ աշխատանքը տեղի կունենա կազմակերպված այստեղ եւ դատարաններն էլ ծանրաբեռնված չլինի, իսկ ինչ կփոխվի ընդհանուր մշակույթի մասով եւ ինչ կտա սա մարդկանց։ Ես հույս ունեմ, որ գործերի քանակից ելնելով այն անձինք, ովքեր օրինակ հաջողություն կունենան ընտանեկան վեճերով, նաև հետագամ այլ վեճերով եւս կկիրառեն հաշտարությունը։ Տարբեր երկրներում որտեղ զարգացած է հաշտարությունը, ընդհանրապես պարտադիր հաշտարություն չկա, բայց արդեն մշակույթ կա, որ նույնիսկ փաստաբանները չեն էլ առաջարկում միանգամից դիմել դատարան, որովհետև դատական գործընթացը համ ավելի ծախսատար է, համ ավելի երկարատև է, համ միայն Հայաստանում չի որ տարիներ են տևում գործերը, եւ բնական է այդ մշակույթը կարա զարգանա նաեւ այս գործիքի շնորհիվ։ Էլ չեմ ասում, որ հետագայում հույս ունենք, որ եթե սա այս առաջի պարտադիր բաղադրիչը հաջողություն ունենա, օրինակ աշխատանքային վեճերով եւս կարող է ներդրվել պարտադիր հաշտարությունը, որը էլի կարծում եմ բավականին մեծ հավանականություն կա, որպեսզի հաշտության գան, որտեղ այնտեղ եւս երկու կողմն էլ վեճի արագ լուծմանը պետք է որ ձգտեն, այդ թվում ուժեղ կողմը, այսպես ասած, գործատուն, որովհետև ինչքան գործը երկարում է, հետագայում օրինակ հարկադիր պարապորտի աշխատավարձի վճարը ավելի մեծանում է, սա էլ շատ հետաքրքիր կարող է լինել, բայց իհարկե դա հույս ունեմ այս առաջին ընտանեկանով փորձը հաջողությամբ կավարտվի եւ կընթանա եւ նաեւ հետագայում կարող ընդլայնվի։ Մենք խնդրեմ։ Իրականում ինձ էլ թվում է մենք մենթալիտետի հետ կապված որոշակի առանձնահատկություն ունենք, որ սիրում ենք վիճել, դա մեր մեջ կա ազգային դրվածքով, որ վեճը լավ բան է, չասենք վեճը լավ է թե վատ է, բայց այդ վեճը կարելի է լուծել ավելի հանգիստ եւ խաղաղ պայմաններով։ Անհամաձայնություններ կարելի է ասել բոլոր տեղերում կան, բայց մենք չենք կարողանում դրանք ճիշտ հարթենք եւ Եվ միշտ ասում ենք հանդիպենք դատարանում։ Այո, բայց գիտեք ինչ է հետաքրքիր, որ երբ որ դու դիմում ես դատարան, բնականաբար կան օրենսդրական ժամկետներ սահմանված, որոնք ինչ որտեղ երկար են եւ այդ վակուում առաջանում ժամանակային, այդ ընթացքում կողմերը ավելի են սկսում գժտվել միմյանց հետ, մինչև հասնում են արդեն դատարան, այն վեճը, որ առաջացել էր դեռևս մինչև վիճելը, այդ ընթացքում вообще իրար հետ չեն էլ խոսում ու հասնելով դատարան արդեն դառնում է մի կաթիլ մեղրի պատմությունը փոքր վեճը։ Մենք հաճախ ենք նշում, որ դատարան դիմելուց հետո գործընթացը շատ երկար է տևում, հաշտարարային դիմելուց հետո որքան ժամանակ է տևում գործընթացը։ Հաշտարարին դիմելուց հետո գործընթացը ավելի ճկուն է կազմակերպվելու, որովհետև կողմերը եւ հաշտարարը միասին որոշելու են իրենց համար ավելի նախընտրելի օր, ժամ, վայր, որպեսզի այդտեղ հանդիպումը տեղի ունենա, եւ սովորաբար կարող է հենց ընտանեկան վեճերով օրինակ մի քանի ժամվա ընթացքում, իհարկե չասեմ, որ այդ մի քանի ժամը մեկ օրվա ընթացքում կլինի, բայց եթե օրինակ շաբաթական 2-3 ժամ հանդիպումներ տեղի ունենան, կարող է օրինակ մեկ ամսվա ընթացքում այդ վեճը արդեն իր ավարտը գտնել հաշտարարության միջոցով։ Կարծում եմ ինչ մասնագետներ են կցվում գործին, այսինքն ովքեր են աշխատում ընտանեկան վեճերի հաշտեցման գործընթացում օգնելու այդ մարդկանց։ Եթե պետք է ասենք, որ արդեն հաշտարարի ինքնին նոր մասնագիտություն է, եւ հաշտարարներն են հենց այդ մասնագետները, ովքեր անցնում են հատուկ վերապատրաստում, ընդ որում վերապատրաստումը հենց հմտությունների մասին է, որպեսզի նրանք այդ յուրահատուկ հմտությունները ձեռք բերեն, կարողանալու համար կառավարել վեճը։ Հաշտարարին դիմելը անվճար է թե վճարով է։ Վճարով է եւ կառավարությունը նաեւ պարտադիրի համար սահմանել է սակագներ, այս բան 10,000 դրամ սահմանված նվազագույնն է, առաջի 2 ժամվա համար, հետագայում 5,000, հնարավոր է վերանայվեն սակագները ժամանակի ընթացքում, բայց նաեւ կարգավորում կա, որ այս անձանց որոշակի խումբ հետագայում կարող է նաեւ հետ ստանալ այդ գումարը փոխհատուցում, եթե օրինակ դատարան դիմելուց իրենք ազատվում են պետական թուրքից, արտոնություն ունեն, նաև այդ դեպքում հետ են ստանում պետությունից։ Ամեն դեպքում կարևոր է ընդգծել, որ պարտադիրից բացի
եթե կողմերը երկուսն էլ համաձայնության են գալիս, իրենք նաև հնարավորություն ունեն իրենց նախընտրած հաշտարարին ուղիղ դիմել, նաև այլ պայմաններ սահմանել, նույն վարձատրության ընթացակարգի հետ կապված, պարտադիր ավելի շատ վերաբերում է, երբ որ մի կողմը դիմում է, օրինակ նախարարությունը նշանակում է հաշտարար, դա էլ իհարկե կարող է մեծամասնության դեպքում տենց աշխատի, բայց եթե կողմերի փաստաբանները կամ կողմերը իրենք ունեն նախընտրած հաշտարար երկուսի համար, իրենք ուղիղ կարող են դիմել եւ սկսել իրենց որոշած պայմանները։ Այստեղ շատ հետաքրքիր հարց էին մոծակում, կան ռիսկեր չարաշահումների այս գործընթացում։ Հաշտարարների պալատը, որը նախարարության նաև աջակցությամբ վերագործարկվեց կարելի ասել, անցած տարի, որտեղ ինքը 10 տարի առաջ գրանցված էր, բայց հիմա ակտիվ փուլ է մտել, մենք խորհրդով արդեն 7 նիստ ենք իրականացրել եւ վերջերս նաև ընդհանուր ժողով եղավ, կանոնությունը փոփոխվեց, նաև անվանումը դարձավ հաշտարարների պալատ եւ ինչպես օրինակ փաստաբանների պալատը, սրանքությամբ գործով կառավարիչների կոլեգիան եւ այլ նման կազմակերպությունները ունենք օրենքով այս բան նվազագույն վարկագծի կանոններ, հա, որոնք օրինակ վերաբերվում են անկողմնակալությանը, վերաբերվում են խախտումության պահպանմանը եւ այլն, եւ բոլոր նման խախտումների դեպքում քաղաքացիները, եթե նման չարաշահում լինի, կարող են դիմել պալատին, պալատի խորհուրդը նաեւ վարկագծի մասով վերահսկող մարմին է եւ համապատասխան սանկցիաներ կան ընդհուպ մինչև նախարարությանը ներկայացնել կարգավիճակի ցրկման հետ կապված միջնորդություն, բայց հույս ունենք, որ այն բոլոր վերապատրաստումները, որ արվել են եւ հաշտարարների այստեղ մարդկային գործոնն է կարծում եմ, ոչ թե վերապատրաստումները։ Այո, բայց մենք հիմա տեսեք, մենք այդքան 120, եթե չեմ սխալվում, հաշտարար ունենք, 125 Ես վստահ եմ, որ այս մեկնարկի ժամանակ բոլորն էլ պատասխանատու վերաբերվեն իրենց առաքելությանը, հատկապես այս կարևոր շրջանում։ Իհարկե բոլոր ոլորտներում հնարավոր են լինել չարաշահումներ, ամեն դեպքում կա նաև այդ գործիքակազմը, հույս ունենք դրան մոտ ապագայում չենք անդառնալ։ Եվ ամենակարևոր կետը մենտալիտետին է վերաբերվում, մենք սովորաբար ինչը կապված է ընտանիքին, սովոր չենք, ինչքան էլ սովոր ենք վիճելուն, միևնույնն է սովոր չենք դա հետո հանրայնացնելուն, պահում ենք ներսում։ Արդյոք այս նոր մշակույթը կբերի իր հետևից նաև խոսելու մշակույթ, խնդիրները բարձրաձայնելու, դուրս հանելու եւ դրանց լուծումները ավելի արագ եւ ավելի վաղ ժամանակահատվածում տալու։ Իրական շատ լավ հարցադրում է, որովհետեւ հաշտարարությունը ինքը լսելու մասին է, բայց այդ լսելը ենթադրում է նաեւ խոսել։ Այսինքն նաեւ շեշտադրված է այդ մշակույթը զարգացնելուն, որովհետեւ հաշտարարի ներկայությամբ կողմերը ավելի հանգիստ են զգում խոսել, արտահայտվել, ցույց տալ, թե օրինակ ինչն է իրենց համար խնդիր եղել, որ իրենք կարող է առանձին երկու կողմը միասին չխոսեն, սակայն հաշտարարը ճիշտ կերպով վարելով զրույցը կարողանում է այնպես անել, որպեսզի կողմերը հանգիստ եւ ազատ խոսեն։ Եվ վեճը չհասնի հաջորդ փուլ, այլ կանխվի։ Մի կարևոր առանձնահատկություն կա, տեսեք, մենք երբ որ դատական գործի մասին ենք խոսում, բաց հասանելիությամբ այդ ինֆորմացիան տարածվում, այսինքն ցանկացած Թատալեքս համակարգով օրինակ կարող է տեսնել, որ այս ընտանիքում դատական վեճ կա։ Եվ հաշտարարության առավելություններից ամենակարևորներից մեկը գաղտնիությունն է։ Դառնում է անձնական պատմության մի մաս։ Իսկ հաշտարարությունը գաղտնի է, այսինքն մենք պրակտիկայում ունեցել ենք հաշտարարություն, երբ որ կողմերը նույնիսկ իրար հետ ուղիղ չեն շփվել։ Այսինքն հաշտարարը կարող է նաև առանձին հանդիպում ունենալ կողմի եւ իր փաստաբանի հետ։ Եվ գաղտնիության մյուս կոմպոնենտը նաև այն է, որ երբ որ դուք հաշտարարի հետ օրինակ ներկայացնեք ինչ-որ հանգամանքներ, նույնիսկ այդ հանգամանքները եթե հաշտարարության ընթացքում մյուս կողմին են հայտնի դառնում, այդ կողմը դատարանում չի կարող վկայակոչել։ Այսինքն ավելի պաշտպանվածություն կա եւ այս որոշ դեպքերում այն տեղեկատվությունը, որը դատարանում օրինակ կողմը չի ասում, կարող է վեճի լուծման հետ կապված օգուտ տա։ Եվ նաև այս գաղտնիության մթնոլորտը հաշտությանն է վերաբերվում, այսինքն եթե հաշտություն է կնքվում, դա եւս կարող է գաղտնի մնալ եւ մնալ այսպես ասած ընտանիքի ներսում, նաև վերականգնի հարաբերություններ են առումով, որ թեկուզ ոչ համատեղ կյանք շարունակելու առումով, բայց ընտանիքին վերաբերող հարցերով համագործակցային մթնոլորտը պահպանել, իսկ դատարանի վճռի դեպքում շատ հաճախ, երբ որ հարկադրանք է լինում,
մյուս կողմը նաև չի կատարում, հա, հարկադիր կատարում, իսկ հաշտության դեպքում շատ բարձր է նաև կատարման տոկոսը եւ շատ քիչ դեպքերում է հասնում հարկադիր կատարման։ Դա ինչ, շնորհակալ ենք եւ ինչպես Լուսինեն ասաց, որքան էլ որ հնարավոր է մարդկային գործոնով պայմանավորված ռիսկեր լինեն, հուսանք որ այն մասնագետները, որոնք որ վերապատրաստվել են, կլինեն կոմպետենտ եւ այս մշակույթը իսկապես կհաստատի իր տեղը եւ դիրքը մեր իրականության մեջ։ Եվ չարաշահումներ այո չեն լինի հետագայում։ Շնորհակալություն, ձեզ մաղթում ենք հաջողություն։ Շնորհակալ։ Իսկ մենք այս պահին մի պահ լսենք երաժշտություն եւ վերադառնանք շարունակելու։